Հանուն հոր և հորդվո և հոգվույն սրբո ամեն մեծացուս է անձնի մստեր և ծնծացավ հոգի մաստուծով փրկչավ իմով իմ անձը կփառավորի Տիրոջը և իմ հոգին ծնծած իմ փրկիչ Աստծով այս գեղեցիկ պարզ և խորհրդավոր բառերը Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը ի պատասխան ասեց, երբ որ Եղիսաբեթը և նրա 6-ամսական մանուկը Հովհաննես Մկրտիչը ցնծացին, մանուկը ցնծած, Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով և խոսակցություն սկսվեց Մարիամ Աստվածածնի, ով գնացել էր տեսակցության Եղիսաբեթ մայրիկին և Եղիսաբեթի միջև և այդ ժամանակ ի պատասխան նրա խոսքերի Սուրբ Հոգով լցված Եղիսաբեթի արտասանած խոսքերի Մարիամ Աստվածածինը այս գեղեցիկ խոսքերով սկսեց իր ողջույնը մեծացուս է անձնի մստեր և ցնծացավ հոգի Աստծո փրկչավ իմով կփառավորի իմ անձը կփառավորի Տիրոջը և իմ հոգին ցնծած իմ փրկիչ Աստծով Ես կուզենամ, որ մենք մեր ուշադրությունը կենտրոնացնենք այս խոսքերի վրա, որոնք երկար տարիներ, կասեի տասնյակ տարիներ, մեր աղոթքներին միշտ բաժին է կազմել և մենք առավոտյան ժամերգություն անելիս անպայման ասել ենք պատարագների ժամանակ, Տիրամոր տոների ժամանակ և շատ ու շատ առիթներով ավետարանը կարդալուց անպայման այս խոսքերը կարդացել ենք Ղուկասու ավետարան առաջին գլուխ 46 համարն է և հիմա կառաջարկեմ մեր ուշադրությունը կենտրոնացնենք այս խոսքերի վրա և հետաքրքիր է վերջում, քարոզի վերջում կանրադառնանք, թե արդյոք մտքներովս կանցներ, որ այսչափ շատ խորհուրդներ և իմաստություններ կամբարված այս երկու տողի մեջ։ Ասում է իմ անձը կփառավորի Տիրոջը։ Տեսնում եք հնչում է ապառնի ժամանակով, ապագայի համար, կփառավորի։ Չի ասում իմ անձը փառավորել է Տիրոջը, այլ ասում է իմ անձը կփառավորի Տիրոջը և ուշադրություն դարձրեք, որ անգամ Եղիսաբեթին, չէ որ այս խոսակցությունը Եղիսաբեթի հետ էր, ով հենց այդ պահին լցված էր Սուրբ Հոգով և հենց Սուրբ Հոգով խորհուրդներ էր հայտնում, բայց անգամ Եղիսաբեթին չի ասում մեր անձերը կփառավորեն Տիրոջը, այլ ասում է իմ անձը կփառավորի Տիրոջը, իմ եզակի։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, սա ուխտ է և ինչու անձ, ինչ նկատի ունի անձ ասելով, առհասարակ մարդու անձը բաղկացած է հոգուց, մտքից և մարմնից, իսկ երբ որ մենք ասում ենք անձ, ուրեմն այս ամբողջը միանգամից ի նկատի ունենք, հոգի, միտք, մարմին, հոգի, շունչ, մարմին, կամ ուրիշ մի տարբերակով, ուրիշ տեքստերի մեջ, հոգի և մարմին, ոչ միայն մարմին, այսինքն մենք կարող ենք ասել, որ սա Մարիամ Աստվածածնի որոշումն է հայտարարվում։ Իմ անձը կփառավորի Տիրոջը, ոչ թե շնորհակալ կլինի Տիրոջից, գոհ կլինի, մեր բառապաշարի մեջ էլ կա, չէ, ես գոհ եմ իմ Աստծուց, պահ որ գոհ չլներ, էլ ոնց կլներ, ու դու քեզ միլիարդ մարդկանցից մեկն ես դու,
գոհելնես չլնես երկնքից աստղեր չի թափվի։ Բայց տեսեք Մարիամ Աստվածածինը չի ասում ես գոհ եմ, ասում է իմ անձը կփառավորի Տիրոջը, փառք ես Տեր, ամեն ինչի համար փառք ես Տեր, սա ուխտ է, սա որոշում է, սա ապագայի տեսլական է, սա ապագան ձևավորելու համար ամենաճիշտ հոգեբանությունն է, սա թելադրանք է եկեղեցու զավակներին, որպեսզի մենք 15 տարեկան Մարիամ Աստվածածնից այն ուշիմ խելամիտ Սուրբ Հոգով լցված աշխարհի փրկչի մորից սովորենք մեր դաշինք Աստծու հետ կռելու իմ անձը կփառավորի Տիրոջը, քո անձը կփառավորի Տիրոջը, դու այդ ուխտը կանես, ամենամոտ մարդու չես կարող փոխանցել են, ինչը որ քո հոգում կկատարվի, դու եւ քո Աստված։ Տարիներով կպատմես, բայց արդյոք տեղ կհասցնես այն ուխտն ու դաշինքը, որով մարդ որոշելով ինք ասում է իմ անձը կփառավորի Տիրոջը։ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին 15 տարեկան, որտեղ այս խոսքերը 15 տարեկանում ասեց։ Քո անձը կփառավորի Տիրոջը։ Իսկ եթե քո նշանածը Հովսեփը լավ չընկալի քո հետ կատարվածը, որտեղ դա ոչ օրինաչափ մի բան է, այդ դեպքում քո անձը կփառավորի Տիրոջը, այո կփառավորի։ Իսկ եթե քո հղացման 9-րդ ամսին, 9 ամսական հղի, դու ստիպված լինես ոտքով, էշով 100 կիլոմետր ճանապարհ կտրելու, որտեղ թագավորը որոշել է, որ դուք պիտի գնաք ձեր անունը գրեք այնտեղ, մարդահամար է։ Քո անձը այդ տանջալից ճանապարհի մեջ կփառավորի Աստծուն, այո կփառավորի։ Իսկ եթե պանդոկում, հյուրանոցում քո համար տեղ չլինի, որ դու գոնե միջին իրադրության մեջ, ոչ թե թագավորական պալատներում, այլ գոնե միջին իրադրության մեջ մի պանդոկում ունենաս քո երեխան, կամ մի կահավորված հիվանդանոցում, այլ ձեր համար եթե պանդոկում տեղ չլինի, եւ դուք ստիպված լինեք քարայրում հանգչելու եւ քո որդին ծնվի քարայրի մեջ ու անասունների մսուրը դրվի, կփառավորի քո անձը Տիրոջը, այո կփառավորի, ուխտ է արել Մարիամ Աստվածածինը։ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին, իսկ եթե թագավորը Հերովդես անունով շամպես, աղվեսի պես, դիվահարված, քո ընտանիքին եւ քո նորածին զավակին հետապնդի սպանելու համար եւ քո զավակին չբռնելու, ձեր չանցկացնելու պատճառով 1280 մանուկ կոտորի, ամբողջ Բեթխեմեն շրջակայքով ողբի մեջ ընկղմի եւ դու ստիպված փախչես Եգիպտոս զուտ մանկանը մասապուրց ասատելու համար դիվահարված թագավորի հետապնդումից, քո անձը կփառավորի Տիրոջը, այո կփառավորի։ Լավ, Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին, դու հաստատուն ես քո հավատքի մեջ, համառ ես ճշմարտության ճանապարհ ընթանալու մեջ, իսկ եթե քո 33 տարեկան թագավոր տղատ
Հիսուս անունով միացինդ քո աչքի վրա խաչի վրա արնական մեռնի կփառավորի Տիրոջը քո անձը այո կփառավորի Տեր քո կամքը թող լինի ինչ ես դու որոշել զոհագործվող որդին ամբողջ երկրագնդին իր արյան պիտի փրկություն բերեր բայց միգուցե մայրիկը ամեն բան չգիտի չէ որ մայրիկը մարդ է պարզ իմ անձը կփառավորի Տիրոջը նա 15 տարեկանում ասեց եւ իր անձը փառավորեց Տիրոջը մինչեւ 60 տարեկան որտեղ 60 տարեկանում նա ննջեց եւ վերափոխվեց երկինք եւ շարունակության մեջ ուշադրություն դարձրեք իմ հոգին ցնցած իմ փրկիչ Աստծով նախ տեսեք որ անձ չի ասում այստեղ որտեղ անձը հոգի միտք մարմին բայց այստեղ միայն ասում է իմ հոգին որտեղ հոգին անձի հոգեկան ներքնաշխարհն է մարմինդ անգամ կարող է տառապել բայց դու հոգեկան ներքնաշխարհով շատ խաղաղ եւ ուրախ լինես երբ որ դու արդարության, սրբության, ճշմարտության համար պայքարի մեջ ես սուրբերին անլսելի տանջանքներ էին տալիս եղունգներն էին քաշում ոտքերի տակ մեխեր էին խփում եւ քայլեցնում չգիտեմ աստիճանաբար կտրում էին չգիտեմ մաշկատում էին ինչ տառապանք ասես անում էին եւ նրանց անձը Տիրոջն էր փառավորում եւ նրանք ժպտալով խղճում էին չարչարողներին որովհետեւ հոգեկան ներքնաշխարհով խաղաղ էին վստահ էին ուրախ էին եւ ցնծում էին եւ Աստծո հետ էին դրա համար Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին ասում է իմ հոգին ցնծած իմ Տեր Աստծով Աստուծով ցնծած եւ հոգով ցնծած Դրա համար սիրելի հավատացյալ ժողովուրդ ամեն անկեղծ սրտով հավատացյալ մարդը անպայման սազգալու է իր կյանքի ընթացքում անպայման ունենալու է այս փորձությունը այս փորձառությունը անպայման զգալու է որ նախ հավատքը ուխտ է ինքն է որոշել պաշտել Աստծուն եւ իր շուրջը կարող է շատեր վայր ընկնեն շատեր սայթակեն շատեր կեղծավորվեն ծռեն ճամփաներ կորեն դաշինքից ուխտից դուրս թռչեն ուրանան եւ իրենց կյանքը վատնելով դժոխքի ճարակ դառնան իսկ ինքը Մարիամ Աստվածածնի պես սովորած մեր մեծ մայրիկից պիտի ասի իմ անձը կփառավորի Տիրոջը եւ իմ հոգին ցնծած իմ փրկիչ Աստծով ես մաղթում եմ որ մեզանից յուրաքանչյուրի հոգիները ցնծան մեր Տեր Աստծով եւ մաղթում եմ որ այդ ուրախությունը այդ ցնծությունը որ ուրախության գերադրական աստիճանն է ցնծությունը ուրախանում ես կամ ցնծում ես այսինքն շատ ես ուրախանում մի ուրիշ տեսակի ես ուրախանում այո Մարիամ Աստվածածինը երբ որ տեսավ Գաբրիել հրեշտակապետին երբ որ լսեց աստվածային տնօրինությունները նա ցնծած եւ ուրախացավ բայց ինքը իր ողջ կյանքում էր ցնծում Աստծով որտեղ Աստված իր փրկիչն էր Դրա համար ամեն հավատացյալ մարդ Աստծո զավակն է Հիսուսի արյամբ սրբագործված եւ ինքը ցնծում է Տիրոջ շնորհներով իմ հոգին ցնծած իմ փրկիչ Աստծով ամենանեղ տեղից էլ Աստված
ազատելով դուրս է բերելու, ամենամեծ դժվարությունը ուժ է տալիս հաղթահարելու եւ ամբողջ կյանքում մեր հոգին շարունակաբար ցնծում է մեր փրկիչ Աստծով, փառք ես մեր փրկիչ Աստված, շնորհ սեր եւ խաղաղություն ընձեզ ընդ ամենեսյանդ ամեն եւ